եթե խորանում ենք մսի թեմայի մեջ, գիտեք, ապացուցված է, որ երբ անասունը կամ այդ կենդանին, որին որ սպանդի են ենթարկում, էմոցիաներ է ապրում, ստրես, վախեր, այդ ամբողջ ստրեսը, վախերը կլանվում է մսի մեջ, արյան մեջ, վայրկյանական ուղղակի։ Եվ երբ որ մենք օգտագործում ենք այդ սնունդը, յոգայում համարվում է, որ սնունդը դառնում է քո մարմնի մի մասը։ 3 մակարդակով, ամեն սնունդ ունի 3 մակարդակ։ Առաջին մակարդակում դա կոշտ, ամենակոշտ մակարդակն է, որը որ զուգարանով դուրս է գալիս։ Սնունդի կոշտ մասը։ Սնունդի միջին մասը այդ վիտամիններն են, միներալներն են, որոնք սնուցում են մեր մարմինը։ Եվ սնունդի նուրբ մաս գոյություն ունի։ Սնունդի նուրբ մասը սնուցում է մեր գիտակցությունը։ Հիմա եթե վախեր կար այդտեղ, ստրես կար, քո գիտակցությունը սնվում է դրանով։ Տեղից էլ նշեցինք, չէ՞, ասենք լուրերով ստրեսն է, մի հատ էլ սնունդով ես դու բերում դա։ Երբ որ այդ մորթի process-ն է իրականացում, կենդանին ստրես է տանում, ինչը մնում է մսի մեջ, մսամթերքի, որը հետո մարդը ուտելով վերցնում է իրեն։ Այո։ Մեզ պետք չի դա։ Որովհետև մենք մտածում ենք մեր մարմնի մասին, մեր մտքերի մասին, մեր գիտակցության մասին։ Դրա համար նրբանում է քեզ մոտ արդեն այդ սննդակարգի բան։ Այն մարդիկ, ովքեր որ օրինակ ասենք յոգայով են զբաղվում, եւ շատ անակնկալ նույնիսկ իմանում եմ, որ այդ մարդիկ բուսակեր են դարձել։ Այսինքն նրբացել իրենց համակարգը, նրանք սկսել են արդեն տարանջատել, այսպես ասած, համերը, ճիշտ համային ռեցեպտորները աշխատել են, ու շատերը նշում են, որ սկսել են զզվել մսից եւ մսամթերքից, հա։ Սկսել են ինչ-որ հոտ են առնում ու սկսում են չօգտագործել։